Ալեքսանդրը արագ դարձավ հայտնի իր պատմելու ունակությամբ։ Նա գրավում էր մարդկանց իր սուր մտքով, հումորով և պատմելու արվեստով։ Նա կարողանում էր ցանկացած պատմություն դարձնել կենդանի, փոխել ձայնը, խաղալ բոլոր դերերը միաժամանակ։ Կանայք հմայվում էին բարձրահասակ, գանգուր մազերով երիտասարդով, որի աչքերում կար մի տեսակ մագնիսական ուժ։ Նրա առաջին փարիզյան սիրուհին դարձավ Կատրին Լաբեն, երիտասարդ կարուհի, ով աշխատում էր ատելյեում։ Նրանք ծանոթացան պատահական։ Ալեքսանդրը մտավ այնտեղ իր մաշված բաճկոնը վերանորոգելու համար, և Կատրինը անմիջապես ուշադրություն դարձրեց նրան։ Շուտով նա սկսեց այցելել Ալեքսանդրին նրա փոքրիկ սենյակում։ Նրանց հարաբերությունները կրքոտ էին և անկանոն։ Կատրինը բերում էր սնունդ, հաց, միս, գինի։ Նրանք միասին ճաշում էին մոմի լույսի տակ։ Հետո Ալեքսանդրը կարդում էր իր նոր գրած հատվածները, իսկ հետո նրանք անցկացնում էին գիշերը միասին։ Ալեքսանդրը անհագ էր կյանքի նկատմամբ։ Նա բացահայտում էր ոչ միայն գրականությունը, այլ նաև զգացմունքները, մարդկային հարաբերությունները։ 1824 թվականին Կատրինը հղիացավ։ Ալեքսանդրը չէր մտածում ամուսնության մասին։ Նա չափազանց աղքատ էր և չափազանց հավակնոտ, որպեսզի կապեր իրեն ընտանեկան պարտականություններով։ Բայց երբ ծնվեց տղան, նա ճանաչեց նրան որպես իր որդի և տվեց իր անունը։ Այդուհանդերձ, նրա հիմնական գիրքը մնում էր թատրոնը։ Նա հասկանում էր, որ իսկական փառքը գալիս է բեմից։ Դրամատուրգները վաստակում էին ավելի շատ, քան վիպագիժները, և նրանց անունները հայտնի էին ամբողջ Փարիզում։ 1829 թվականին Ալեքսանդրը ավարտեց իր պատմական դրաման։ Դա 5 գործողության ողբերգություն էր, լի քաղաքական ինտրիգներով և ուժեղ զգացմունքներով։ Նա ներկայացրեց իր աշխատանքը Ֆրանսիայի գլխավոր թատրոններից մեկում։ Սկզբում տնօրենը թերահավատորեն վերաբերվեց։ Նրան թվաց, որ այնտեղ չափազանց շատ արյուն և չափազանց շատ ազատություն կա պատմության մեջ։ Բայց դերասաններից մեկը կարդաց ամբողջ գործը և հիացավ։ Նա համոզեց ղեկավարությանը բեմադրել այն։ Պրեմիերան նշանակվեց։ Այդ երեկոն վերածվեց իսկական պայքարի։ Դահլիճում հավաքվել էին 2 խմբեր՝ նրանք, ովքեր պաշտպանում էին հին դասական կանոնները, և նրանք, ովքեր ցանկանում էին նորություն։ Երբ ներկայացումը սկսվեց, ոմանք սկսեցին սուլել, բայց մյուսները բարձր ծափահարում էին։ Դահլիճը վերածվեց քաոսի։ Մարդիկ վիճում էին, գոռում, նույնիսկ կռվում։ Ալեքսանդրը կանգնած էր կուլիսներում, գունատ, սպասելով արդյունքին։ Երբ ներկայացումն ավարտվեց, մի պահ լռություն տիրեց, իսկ հետո հնչեցին հզոր ծափահարություններ։ Նոր ոճը հաղթեց։ Ալեքսանդրին դուրս հրեցին բեմ, և նա կանգնած էր, ապշած, լսելով ամբոխի աղմուկը։ Հաջորդ առավոտ թերթերը գրում էին նոր աստղի մասին։ Մի գիշերում սովորական գրագիրը դարձավ հայտնի մարդ։ 1830 թվականի ամռանը Փարիզը կրկին լարված էր։ Մարդիկ դժգոհ էին իշխանությունից։ Քաղաքը եռում էր։ Թերթերը գրում էին ազատության մասին, իսկ թագավորը փորձում էր սահմանափակել այն։ Վերջում հրապարակվեց հրամանագիր, որը զրկում էր մարդկանց իրավունքներից։ Սա դարձավ պայթյունի պատճառ։ Մարդիկ դուրս եկան փողոց, սկսեցին կառուցել բարիկադներ։ Զինվորները չէին ուզում կրակել իրենց ժողովրդի վրա։ Քաղաքը վերածվեց մարտադաշտի։ Այդ ժամանակ Ալեքսանդրը արդեն հայտնի էր, բայց դեռ հարուստ չէր։ Նա չէր կարող անտարբեր մնալ։ Նա դուրս եկավ փողոց և միացավ մարդկանց։ Նա տեսավ տղաների, ովքեր կրակ էին բերում, կանանց, ովքեր ջուր էին տալիս մարտիկներին։ Նրա մեջ խոսեց հոր արյունը։ Նա որոշեց գործել։ Քաղաքում կա զինամթերքի պահեստ։ Նա գնաց այնտեղ գիշերով, վտանգավոր ճանապարհով։ Նա կարողացավ ստանալ վառոդ և վերադարձավ Փարիզ։ Երբ նա վերադարձավ, մարդիկ նրան դիմավորեցին որպես հերոսի։ Նա կանգնած էր ամբոխի առաջ և գոռում էր ազատության մասին։ Քաղաքը լցված էր ծխով, կրակով և հույսով։ Հեղափոխությունը հաղթեց։ Թագավորը փախավ, նոր իշխանություն եկավ։ Փարիզը փոխվեց։ Ալեքսանդրը կանգնած էր մարդկանց մեջ և զգում էր, որ պատմությունը փոխվում է իր աչքերի առաջ։ Այդ պահից նա այլևս պարզապես գրող չէր։ Նա դարձավ մարդ, ով ապրում էր պատմության մեջ։ Մարդ, ով ոչ միայն պատմում էր լեգենդներ, այլ դառնում էր դրանց մի մասը։